Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Խաչիկյան, մենք բազմիցս առիթներ ունեցել ենք խոսելու Իրան-Իսրայել հնարավոր պատերազմի մասին, այն արդեն ցավոք իրականություն է։ Այս իրավիճակում ինչ կանխատեսումներ ունեք, ինչ զարգացումներ կարող է լինել, նույնիսկ կարծիքներ կան, որ կարող է վերաճել միջուկային պատերազմի։ Այո, ճիշտ եք ասում, մենք ձեր մոտ առնվազն 3 տարի զգուշացնում էինք, որ սա կարող է վերել պատերազմի, սա լայնածավալ պատերազմ է, սա այն հարվածները չէին սահմանափակ, որոնք եղել են անցյալում, սա լայնածավալ օդային պատերազմ է։ Սկսվել է, ինչպես հիշում եք, դիվերսիայից, այն նույն բանը, ինչ որ արեցին Ուկրաինայում, նույն բան արեցին Իրանում, քողարկված ձևով բեռնատար մեքենաներ բերվեցին դրոններով եւ տեղադրվեցին հոպի համակարգների տեղակայքում։ Եվ մի հարվածով Իրանի հոպը, հենց որ սկսվեց հարձակումը, այդ գաղտնի բեռնատար մեքենաներից այդ դրոններով նեյտրալիզացրեցին, չեզոքացրեցին հոպը Իրանի։ Եվ դրանից հետո արդեն անպատիժ ձևով սկսեցին այս հարձակումը կատարել։ Այսինքն սա Բրիտանիայի ձեռագիրն է, Բրիտանիայի հատուկ ծառայությունների, հնարավոր է նաև Ամերիկայի։ Սկզբից Միացյալ Նահանգները ասացին, որ մենք չենք մասնակցել, Ռուբիոն ասեց, հետո Տրամպը Աստորեն ցույց տվեց, որ նա սուտ է ասում։ Եվ New York Times-ը գրեց երեկ, որ մենք իրանց տվել ենք exquisite intelligence, հիանալի տվյալներ, հետախուզական։ Այսինքն պարզ է, որ եւ փողն է Ամերիկայից, եւ զենքն է Ամերիկայից, եւ հետախուզությունն է Ամերիկայից։ Այստեղ կարող է լինել վատ, շատ վատ եւ շատ ավելի վատ։ 3 սցենարը։ Առաջինը, որ մի քանի օր սա կշարունակվի, միջուկային օբյեկտները արդեն վնասվել են, արդեն կա միջուկային նյութերի արտահոսքի օրինակ, Նաթանզում կարծեմ։ Այո։ Ասում են, որ դեռ մնում է օբյեկտի տարածքում, բայց դա կարող է մի հատ էլ պայթյուն լինի եւ դա դուրս է գալիս մթնոլորտ։ Եվ հետո մենք բոլորս պետք է հետևենք քամին, որ կողմն է փչելու Իրանից։ Ես չհիշեցնեմ դες 1976 թիվը, դուք շատ երիտասարդ եք, ես կայի այդ ժամանակ, մենք 3 օր հետո իմացանք Չեռնոբիլը որ պայթեց, 3 օր հետո այդ ամպերը հասան Շվեդիա եւ Շվեդիայում տեսան, որ ռադիացիայի մակարդակը մի քանի անգամ բարձրացել է, հետո սովետական միությունը ընդունեց, որ դա եղել է։ Այսինքն վտանգ կա։ Լավագույն դեպքում սա կարող է մի քանի օր շարունակվել, հետո ուրիշ տերությունները միջամտեն, ստիպեն, որ սա ավարտվի։ Ավելի վատ սցենարը, եթե Միացյալ Նահանգները խառնվեն, սկսեն մասնակցել այս կոնֆլիկտին, նրանք արդեն մասնակցում են։ Դուք տեսնում եք, որ Իսրայելի օդային պաշտպանությունը Միացյալ Նահանգներն է կատարում, THAAD, այդ իրենց համակարգը, որը մթնոլորտից բարձր խոցեց բալիստիկ հրթիռներ Իրանից։ Իմիջիալուց Իրանի բալիստիկ հրթիռներներ էին մի հարվածով ոչնչացվել մինչև հարձակում, այսինքն հարձակման սկզբի հենց այդ վայրկյանին մի անգամից համ հոպին էին հարվածել, համ էլ բալիստիկ հրթիռներ էին։ Շատ լավ պատրաստված օպերացիա էր, 18 ամիս նրանք ասացին մենք սա պատրաստում ենք։ Եվ խաբեցին իրանացիներին, որովհետև ասում են, որ Կիրակի օրը դեռ կարելի է խոսել, ինչ որ բանակցություններ պետք է շարունակվեն, խաբեցին եւ հարձակվեցին։ Այսինքն երկրորդ ավելի վատ ձևը դա այն է, որ Միացյալ Նահանգները սկսի մասնակցել այս պատերազմին եւ շատ ավելի ուժեղ հարվածներ կհասցնի Իրանին։ Բայց Թրամփը ասել էր, որ իրանցի պաշտոնյաներ զանգահարում են իրեն եւ խնդրում են համաձայնության գալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Հավատալ Թրամփի խոսքերին։ Գիտեք, նա շոումեն է, նա շատ բան է ասում։ Հնարավոր է նա ուղղակի ուզում է ցույց տալ, որ Իրանին ծնկի է բերել։ Իրանը այս իրավիճակում ինչպես բանակցի։ Պարզ է, որ Իսրայելի նպատակն է Միացյալ Նահանգները ներքաշել պատերազմի մեջ։ Դրա համար ինչ է պետք անել։ Պետք է անել այնպես, որ Միացյալ Նահանգները ինչ որ հարված հասցնեն, Իրանը հակահարված հասցնի ամերիկյան բազաներին եւ այլն, նավթի օբյեկտներին, եւ դրանից հետո Միացյալ Նահանգները մտնի պատերազմի մեջ, դրանից հետո կլինի նույն բանը, ինչ որ եղել էր Իրաքում 91 թվին կամ 2003 թվին Desert Storm եւ այլն, հետո Յուգոսլավիայի ռմբակոծությունը, սա նույն ոճն է։ Օդային հարձակում, հոպի չեզոքացում, հոպն են ոչնչացնում, հետո արդեն երկիրը մնում է անզեն եւ վերևից հենց ռմբակոծում են։ Սա այդ անգլո-ֆաշիստական ոճն է, ցավոք սրտի, ես շատ մեծ ցավով եմ դա ասում, բայց ուղղակի անհնար այլևս։ Եվ երրորդը շատ ավելի վատ, եթե լինի ինչ որ միջուկային հարձակում։ Իսրայելը որոշ կանալներ ասել են, որ արդեն սպառնացել է միջուկային զենք օգտագործել, բայց դա շատ մեծ քայլ է։ Միջազգային արձագանքը շատ կտրուկ կլինի դրանից հետո, եւ դրանից հետո իհարկե մենք այո կանգնած եք միջուկային պատերազմի շեմին, Իրանը կարող է ռադիոլոգիական այսպես ասած կեղտոդռում կիրառի, դա նշանակում է առանց միջուկային պայթյունի ուղղակի միջուկային նյութերը հավաքել եւ ռումբի մեջնել,
Եվ դրանից հետո Ռազմիկյան կարող է ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ ես այլևս չկարողանամ ձեր մոտ գալ հարցազրույցի, որովհետև սա լինի օրինակ մեր վերջին հաղորդում։ Անհնար է գալ հարցազրույցի մի մարդու մոտ, որ այլևս չկա։ Այդպես է կարելի։ Ամեն դեպքում ձեր դիտարկման բանակցությունները վերսկսվելու որևէ շանս չունեն Միացյալ Նահանգների եւ Թեհրանի միջեւ։ Առայժմ Միացյալ Նահանգները չի կարող կանգնացնել Իսրայելին։ Իսրայելը ուզում է ոչնչացնել ամեն ինչ, այս բոլոր օբյեկտները ոչնչացնել։ Իդեպ սրա հետևանքներից մեկը կլինի այն, որ Իրանը այդ ֆատվան կչեղարկի, որ արգելում էր միջուկային զենք ստեղծել Իրանում, եւ հիմա Իրանի էլիտան կոչ կանի իսկապես ձեռք բերել միջուկային ռումբ, որովհետեւ սա խելացի քաղաքականություն չէ։ Պետություններ կան, որոնք չեն անցել միջուկային շեմը, միջուկային չեն, եւ որոնք անցել են միջուկային շեմը, օրինակ Պակիստանը, Հնդկաստանը, Իսրայելը իհարկե, Հյուսիսային Կորեան։ Եթե Իրանը անցներ այդ շեմը, իսկապես ստեղծեր մի քանի գլխիկ միջուկային, իրա վրա չէին հարձակվի, քանի որ կվախենային պատասխան հարվածից։ Մյուս կողմից եթե նա ընդհանրապես հրաժարվեր Իրանը հարստացնելուց, ոչ ոք չէր հարձակվի, որովհետեւ այդ վտանգը չէր լինի, բայց նրանք այդ Պարիսպի վրա նստած են, այդ շեմի մեջտեղը նստած են, ոչ ձեռք են բերում, ոչ էլ հրաժարվում են։ Դրա համար էլ այս անկայուն վիճակն է։ Իմ կարծիքով սրանից հետո Իրանը կվերականգնի գուցե 5 տարի, 10 տարի հետո կվերականգնի ինչ-որ քողարկված ձևով իր միջուկային ծրագիրը եւ կստեղծի։ Բայց երեք արդեն տեղեկություն եղավ, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում, արագացված։ Դա կբերի շատ եւ շատ վատ հետևանքների, քանի որ անմիջապես կլինի հարված Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, հնարավոր է նաեւ միջուկային։ Եթե նրանք միջուկային զենք օգտագործեն, այսինքն դուռը կբացվի ամերիկյան եւ Իսրայելի միջուկային զենքի համար։ Սա սարսափելի հետևանք կարող է ունենալ։ Այսինքն շատ ավելի վատ սցենար է։ Իրանական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որը խնդրել է անանուն մնալ, CNN-ին ասել է, որ Թեհրանը կհարվածի Թել Ավիվի կողմնակիցների տարածաշրջանային բազաներին եւ ռեժիմը պաշտպանող ցանկացած երկրի, ընդգծելով Իրանի կողմից սիոնիստական ռեժիմին դեմ ուղղված պատասխան հարձակումների ակտիվացումը։ Այսինքն այս առումով Ադրբեջանն էլ է որոշակի այդ վտանգված երկրների։ Չեմ կարծում։ Հնարավոր է որ Ադրբեջանի տարածքից իսրայելական այդ բազաներից կատարվել ինչ-որ հետախուզություն, ինչ-որ տվյալներ են ստացել, հնարավոր է, բայց կարծում եմ Ադրբեջանը ավելի խելացի ձևով, ավելի զգուշորեն կպահի, չի մտնի առայժմ։ Տեսեք, որ արդեն կոչեր են արվում Իսրայելի կողմից ռեժիմը փոխել։ Արդեն շահագործվում է այդ ներքին այդ էթնիկ բախումները, Իսրայել կամ անհամաձայնությունները Իրանում, արդեն հնարավոր է որ ոտի հանեն ադրբեջանցիներին, բելուչիներին, դա կլասիկ բրիտանական ոճն է, խառնեն երկիրը իրար։ Եթե դա լինի, հնարավոր է որ Ադրբեջանը տեսնելով որ Իրանը իսկապես գնում է դեպի փլուզում, հնարավոր է ինչ որ քայլանի, բայց դա առայժմ չեմ տեսնում։ Եվ Իրանի հնարավորությունը պատասխանել հիմա շատ սահմանափակ է, որովհետև բալիստիկ հրթիռների մի մասը, չգիտեմ որ մասը, բայց մի մասը ոչնչացվել է եւ հոպը մի մասը հոպի ոչնչացվել է։ Այսինքն նրանք ինչ հնարավորություն են պատասխանելու, մենք կտեսնենք, քանի որ այո, հաջողություն ունեցան Իսրայելի վրա պատասխան հարված հասնելով, բայց որ մասը կհասնի տեղ, որ մասը դեռ ունեն։ Այսօր մենք ձեր հետ խոսում ենք, ռմբակոծությունը շարունակվում է, այսինքն ինչ նրանք կունենան, այսինքն այսօր երեկոյան կամ վաղը երեկոյան ինչ կմնա իրանց ուժից, մենք դեռ չգիտենք։ Պետք է տեսնենք թե ինչ կունենան։ Իրենց նոր բալիստիկ հրթիռներն են օգտագործում։ Բայց Միացյալ Նահանգները իհարկե կանգնած է Իսրայելի մեջքին, ամեն ինչով օգնում է, պաշտպանում է Իսրայելը, խոցում է այդ բալիստիկ հրթիռները եւ մեկ անգամ եւս եթե սա գնա մեծ էսկալացիա, Միացյալ Նահանգները ուղղակիորեն կընդգրկվի այս պատերազմի մեջ։ Բայց ես հույսով եմ, որ խելագարություն նրանք չեն ունենա ցամաքային պատերազմ սկսելու, ինչ որ արել են Իրաքում։ Այնտեղ կան բավականին հիվանդ մարդիկ, ֆանատիկ մարդիկ, ինչպիսին է Լինձի Գրամը, այդ նեոկոնների ղեկավարից 70 տարեկան մարդեր են պահում ոնց որ 10 տարեկան տղա իր բանում Twitter-ում գրել էր խաղը սկսվել է, այսինքն իր համար սա խաղ է։ Նրանք մեծ հաշվով ճշմարտությունն է ասում, թե ինչպես են իրենք տարբեր երկրների վերաբերում։ Այդ համատեքստում ուկրաինական պատերազմն իրենց համար խաղ չի։ Այո, բայց դուք պատկերացրեք, որ Ռուսաստանը այսպես հարձակվեր Ուկրաինայի վրա։ Դուք պատկերացրեք, ինչ վայնասություններ մենք կլսեինք Բրյուսելից, Վունդերլայնից, Շարլ Միշելից, Մակրոնից, որը իդեպ ասեց, որ Իսրայելը իրավունք ունի այսպես վարվել անկախ երկրի հետ, Ստարմերից, Լինձի Գրամից, մեր գրանտակերները ինչ կասեին Ռուսաստանի մասին, Պուտինի սարսափելի ռեժիմի մասին։ Հիմա, այսինքն իրենք համար սա խաղ է։ Նրանք Դե մեծ հաշվով ճշմարտություն է ասում, թե ինչպես են իրենք տարբեր երկրների վերաբերում։ Այդ համատեքստում ուկրաինական պատերազմն իրենց համար խաղ չի։ Այո, բայց դուք պատկերացրեք, որ Ռուսաստանը այսպես հարձակվեր Ուկրաինայի վրա։ Դուք պատկերացրեք, ինչ վայնասություններ մենք կլսեինք Բրյուսելից, Վունդերլայնից, Շարլ Միշելից, Մակրոնից, որը իդեպ ասեց, որ Իսրայելը իրավունք ունի այսպես վարվել անկախ երկրի հետ, Ստարմերից, Լինձի Գրամից, մեր գրանտակերները ինչ կասեին Ռուսաստանի մասին, հիմա
մի բառ չեն անի, որտեղ Իրանին կոչ են անում հանկարծ չհարցակվել Իսրայելի վրա, նույնիսկ այսքանից հետո։ Եվ այդ սիրելի Վունդերլայնը, որը դեմոկրատ լինելով մեզ մոռացավ, մեր վրայով թռավ գնաց Բաքու, Ալիևին հրճակեց իրենց գործընկերը, ասաց, որ մենք կոչ ենք անում զսպվածության։ Դուք պատկերացնում եք Ռուսաստանը այսպես հարձակվեր Ուկրաինայի վրա, նա կոչ աներ զսպվածության։ Քանի սանկցիա կկիրառվեր նույն ժամին։ Սանկցիաներ, դատապարտում, դեմոկրատիա, մարդու գիտեք, Արևմուտքը իրան վերջնականապես հեղինակազրկել է։ Արևմուտքը այլևս չկա։ Եվ միջազգային օրենք այլևս չկա։ Միջազգային հանրություն չկա։ Մակ չկա, այլ որևէ օրենք, որևէ կարգ այլևս չկա։ Մենք տեսնում ենք ցեղասպանություն Պաղեստինում, որին օգնում է Արևմուտքը, տեսնում ենք Սիրիայում ինչպես Ահաբեկիչին բերեցին իշխանության, մի ամբողջ երկիր գրավեցին, ոչ ոք ձայն չի հանում, տեսնում ենք ոնց են հարձակում սուվերեն պետության վրա, ոչ ոք ձայն չի հանում։ Իրանց այդ երկակի ստանդարտները եւ երեսպաշտությունը իրանց բերեց նրան, որ ամբողջ աշխարհը տեսա, որ Արևմուտք չկա, իրանք հեղինակազրկվել են եւ շատ կարեւոր է հիմա ստեղծել հակակշիռ Արևմուտքին, Չինաստան, Ռուսաստան, Իրան, քանի որ այսպես իրենց բայելով, սա փաստորեն 1930-ական թվականների Եվրոպան է, երբ որ Գիտլերը երկրի հետևից զավթելով գնում էր դեպի մեծ պատերազմ, մենք արդեն մեծ պատերազմում ենք, պետք չի մեզ խաբել։ Մենք ունենք արդեն 2-3 խոշորագույն կոնֆլիկտ մեր շուրջը։ Սա գնում է դեպի մեծ պատերազմ, ինչպես 30-ական թվականներին էր։ Եվ այս մարդկանց պետք է կանգնացնել։ Եթե անդրադառնանք Հայաստանի Հանրապետության այս իրավիճակում, այս իշխանությունների պարագայում, երբ Նախիջևանում էլ զորավարժություններ են, թուրք-ադրբեջանական։ Շատ լավ է։ Ես կառաջարկեի հիմա parzենք ով որտեղից երեխա ունի։ Օրինակ կարող ես էլ երեխա ունեմ, ես երիտասարդ ժամանակ բավականին ռոմանտիկ էի, հնարավոր է որ երեխաներ ունեմ, եկել դա էլ parzենք, հիմա զբաղվենք, տեսնենք, ով երեխա ունի, չունի, ինչ անձնական հարաբերություններ է ունեցել, երկու առաջ տեսա այդ նորից այդ կեղտոտ այդ գադայական լեզուն էլի ինչ որ այսօր ոչինչ չի գրվել այսօր դեռևս չնայեմ չէ այսօր այն անգամ արդեն այսքան հերիք էր շատ լավ է ես հույսով եմ այդ հեռախոսը իրանից կխլեն Թուրքիայում այսինքն մենք կառավարություն չունենք մենք պետություն չունենք նայեք բոլորը խոսում են աշխարհի ռեակցիայի մասին թե աշխարհը ինչպես արձագանքեց Թուրքիայի որը ճիշտ արձագանքեց պետք է ասել չնայած մեր ճշնամիներն են որոշ առումով ցավոք սրտի նրանք ճիշտ արձագանքից Ադրբեջանի արձագանքի մասին Իրանի մենք չկանք մեզ մասին ոչ ոք չի խոսում որտեղ մենք ոչ պետություն ունենք ոչ կառավարություն ունենք ոչ դիվանագիտություն ունենք այս փողոցից եկած պատահական մարդկանց ովքեր ոչինչ չգիտեն իրենց պահել էլ չգիտեն խոսալ չգիտեն մենք հիմա պետք է իմանայինք մեր մեջքի հետևը բանակցություններ գնում են Սյունիքի մասին թե ոչ ես ձեզ հավատացնում եմ որ գնում են այո 100% եւ ասեն քանի տարի է ասում եմ հենց հիմա Ադրբեջանը Թուրքիան Իսրայելի լոբի հետ Վաշինգտոնում եւ Մոսկվայում կարող են ասել գիտեք մենք չենք խառնվի մենք ձեզ կօգնենք այնպես կանենք որ բան խաղաղ ձևով սալուցվի մեզ էլ Սյունիքը տվեք որովհետեւ մեզ դա շատ պետք է կամ եթե ցանկանան ինչ որ ծառայություններ մատուցել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին եթե այս պատերազմը շարունակվի կասեն այո դուք մեզ Սյունիքը տվեք մենք ձեզ կօգնենք Սա շատ པարզ է։ Իսկ այս մարդու ուշք ու միտքը իշխանության մնալն է։ Եվ իրեն կարող են ասել, գիտեք, մենք ձեզ կօգնենք, դուք մնաք իշխանության, կարող եք հաջորդ տարի ուզում եք բոլորին էլ ծեծեք, ռումբ գցեք, պայթացրեք մարդկանց կախեք։ Մենք ասենք, որ դա մարդու իրավունքներին համապատասխանում է, դուք կմնաք իշխանության։ Հետո լույսը կանջատեք կախելուց հետո։ Դուք կմնաք իշխանության, դուք մեզ մենակ տվեք այդ միջանցքը եւ 300,000 ադրբեջանցի բերեք Սյունիք։ Դրանից հետո մենք բոլորս գնում ենք օդանավակայան։ Նորմալ է, որ մինչև այս պահը Անվտանգության խորհրդի նույնիսկ չի հրավիրվել Հայաստանը։ Իսկ ինչն է մեր մոտ նորմալ։ Մեր հարևան երկրում սկսվել է խոշորագույն պատերազմ։ Այնտեղից առնվազն կարող են այստեղ փախստականներ գալ։ Պետք է քաղաքացիական պաշտպանության հարցեր։ Եթե Աստված չտա ռեակտորը մի անգամ էլ պայթացնեն եւ սա դուրս գա օդ, մեր մոտ արդեն ուրիշ իրավիճակ պետք է լինի, մարդկանց պետք է պատրաստել ինչ որ առանց խոճապ տարածելու իհարկե, բայց պետք է իմանալ մենք ինչ անենք։ Դրա տեղը երեխաների հարցը, թորների հարցը հետո երևի կպարզեն, հիմա էլ ինչով են զբաղվում, ես չգիտեմ, մենք ընդհանրապես կառավարություն ունենք, ես մի ամիս առաջ ասելի, դուք ասեք դուք չափազանցնում եք։ Տեսակ, որ ես չեմ չափազանցնում։ Մենք իսկապես առանց կառավարության, առանց ղեկավարության մի բան ենք, տարածք ենք, որը արդեն սուվերեն չի։ Փոխարենը 2020 թվականին փակել են Արևածքաբանության ազգային կենտրոնում գործող ճառագայթային վնասվածքների ախտորոշման եւ բուժման բաժանմունքը, որը միակն էր Հայաստանում։ Դե հիանալի է։ Իհարկե ես չի ուզենա խոճապ տարածել, կարծում եմ որ դրան չի հասնի, առայժմ դա ռեակտորի մեջն է մնացել,
օբյեկտի մեջ, բայց եթե սա շարունակվի, եթե քամիները փչեն համապատասխան ուղղությամբ, մենք պետք է ուղղակի իմանանք ինչ պետք է անել, որ պաշտպանվել, այդքան բան։ Իսկ դրա համար պետք է ունենաս կառավարություն։ Իսկ մեր կառավարությունը հիմա ինչով է զբաղված, չգիտես, վաղը կարող է զարթնես Facebook-ում ինչ որ նոր բան գրած լինի։ Ու մենք բոլորս դա քննարկենք։ Փաշինյանը եւ այնտեղ հայտարարեց, որ սերտ համագործակցությունն են Եվրամիության հետ, բայց մտադիր չեն Ռուսաստանի հետ կապերը խզել։ Գիտեք, ես կառաջարկեի իրան մի հատ էլ հեռախոս տալ ուղիղ կապ Լավրովի հետ, որ նա հենց որ ինչ որ բան ասի, միանգամից Լավրովը իրան զանգ տա, որովհետև նա մի բան է ասում, ինչև Լավրովի գալը, հետո Լավրովը գալիս է այստեղ լրիվ փոխում են իրանց ասածը, Լավրովը գնում է նրանք էլի գնում են ինչ որ բաներ անում։ Այս վազվզելը գուցե նա կարծում է, որ շուստրություն է անում, որ դիվանագիտությունը այսպես է արվում, բայց նա թողում է ոչ լուրջ մարդու տպավորություն։ Դա է տպավորություն մենք վաղուց ունենք, բայց գուցե արտասահմանյան գործընկերները նույնպես արդեն հասկացել են, որ սա լուրջ բան չէ, անընդհատ ինքը իրան հակաճառում է։ Մեր հեքիաթներում, ես մանկության ժամանակ հիշում եմ հեքիաթներ կային, վիշապը, որ 9 գլուխ ունի, այդ գլուխները իրար մեջ անընդհատ տարբեր բաներ են ասում։ Նա ասում է մենք դուրս կգանք, հետո ասում է դուրս չեն գա, հետո կամ դուրս կգանք կամ դուրս չեն գա, կընտրենք ԵԱՏՄ, թե Եվրոպա եւ այլն, մինչեւ հիմա չեն կարողանում բացատրել այս բեմադրությունը, այս թատրոնը, որ անում եք բանի հանրակրվեի, եվրոպական հանրակրվեի, դա մեզ ինչ տվեց։ Դուք իձանից լավ կիմանաք, արձագանք եղավ Եվրոպայից։ Որևէ մեկը ընդունեց մեր հանրակրվեն։ Այսինքն դա բան էր, թատրոն։ Որևէ մեկը բացատրեց այդ Եվրոբեսեդկան ինչով էր զբաղվում, փողոցում բան են Եվրոպայի դրոշներ էին հավաքում։ Ինչ տվեց դա, դրա հետևանքը ինչ էր։ Այդ ինչով եք դուք զբաղված։ Որ գնանք Եվրոպա։ Գնացինք։ Բանով ոնց են գնում, մեքենայով, ինքնաթիռով, այնտեղ մեզ դիմավորող կա։ Ինչ տվեց դա մեզ։ Լավրովի գալուց էլ նրանք ակցիա էին անում, նույն Մատվիենկոյի գալուց, ասում են, որ մարդ է սպանել Վլադիմիր Պուտինը։ Դա շատ լավ է։ Հիմա իդեպ որ այսպիսի բաներ կատարում Իրանում, որ Պաղեստինում մի ամբողջ ժողովուրդ սպանում են, սովամահ են անում, շրջափակել են Գազան, չեն թողնում որևէ մթերք բերվի, ջուր բերվի, սկսում են վերահսկել դա։ Սոված երեխաները գալիս են հաց ստանալու, գնդակահարում են երեխաներին։ Նրանք ֆաշիստներին տվել անցել են։ Սրանք ֆաշիստներին տվել անցել են։ Երեխաներին գնդակահարում են սոված, երբ որ գալիս են հաց ուտելու։ 60,000 կին են սպանել եւ երեխա։ Այս գրանտակերներին փող չեն տալիս, որ ասեն, որ ցեղասպանություն է կատարում, ամբողջ աշխարհը ընդունել է, ՄԱԿ-ը ընդունել է, անգամ անգլիացիները որոշ իմանալով թե 100% պրոիսրայելական, պրոթուրքական կառավարություն է։ Անգամ նրանք հիմա արդեն անհարմար են իրենց զգում։ Ֆրանսիան, Անգլիան սահմանափակում են վերջապես 1.5 տարի հետո ռազմական օգնությունը Իսրայելին, սանկցիաների մասին ինչ որ խոսակցություններ գնում են։ Մեր գրանտակերները մի ձայն չեն հանում, զբաղվում են այս թատրոնով։ Դե գոնե բայց Հայաստանի իշխանությունները դատապարտեցին Իսրայելի գործողությունը։ Դե վերջապես, հա, 1.5 տարի էլ չանցավ, մեկ էլ դատապարտեին, որ Իսրայելի զենքով սպանեցին մեր զինվորներին եւ Ղարաբաղի 20 թվականի պատերազմը դա Իսրայելն էր, Իսրայելի զենքներ եւ Թուրքիայի ռազմական ղեկավարությունը։ Վազում են Թուրքիա, բան այդ փայլող աչքերով նայում են Էրդողանի վրա, ոնց որ ասել եմ, հնդկական կինոյի բաժանված եղբայրը լինի։ Նիկոլ Փաշինյանն էլ էր այդ ժամանակ արձանագրում, որ Թուրքիան վերադարձել է Հայաստան, տարածաշրջան, ավարտին հասցնելու հայոց ցեղասպանությունը։ Ես դրա համար եմ ասում, օգնություն է պետք այդ մարդուն, որ ինքը parzի քանի մարդ է իր մեջ ապրում, քանի տարբեր անձնավորություն իր մեջ ապրում են։ Գուցե այնտեղ վարում է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն արտաքին։ Սա բալանսավորված ձախողում է, բալանսավորված տապալում, ֆիասկո։ Բալանսավորված հաջողությունը դա Ալիևի մոտ է, Էրդողանի մոտ է, եւ արևմուտքի հետ է լավ, եւ արևելքի։ Սրա մոտ արևմուտքից դատարկ խոստումներ, դատարկ թղթեր եւ թատրոն, եվրոթատրոն, որևէ ռեալ արդյունք չստացանք, Ռուսաստանի հետ ամեն ինչ տապալեցինք, Իրանի հետ չենք հասկանում ինչ հարաբերություններ ունենք, մանավանդ որ անընդհատ վազում ենք արևմուտք եւ Ռիչարդ Մուրի հետ WhatsApp-ով խոսում ենք։ Մեզ ոնց վստահի Իրանը։ Նորմալ իշխանությունների պարագայում ինչ քայլեր պետք է արվեին այս իրավիճակում։ Պետք է իհարկե հավաքվեր անվտանգության խորհրդի նիստը, պետք է խոսեինք մեր դաշնակիցների հետ, պետք է Իրանի հետ կապ հաստատեինք, Ռուսաստանի հետ կապ հաստատեինք, փորձեինք Վաշինգտոնում ոչ թե պատահական մարդ ունենալ, այլ իսկական դիվանագետ ունենալ, որ պարզենք հիմա ինչ է խոսվում մեր մեջքի հետևը Սյունիքի մասին։ Ղարաբաղի մասին ես համոզված եմ, որ եղել են քննարկումներ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, բայց մենք քանի որ չունենք դիվանագիտություն, այն ժամանակ չկարողացանք ժամանակին տեսնել վտանգը։ Հիմա այդ նույն վտանգը Սյունիքի վրա է։ Եթե մենք դիվանագիտություն ունենայինք, մենք հիմա կիմանայինք ինչի մասին է խոսում Տրամպը, Նետանյահուն, Ալիևը եւ Պուտինը, մեր մեջքի հետևը եւ շատ հնարավոր է համարը համոզված են, որ այդ քննարկումները գնում են, ինչպես լուծել Սյունիքի հարցը։ Իսկ իր դիրքորոշումը ամեն ինչ զիջել, մենակ Ռուսաստանը դուրս գա։ Ինչու՞։ Որտեղ դրանից հետո արևմուտքը իրեն խոստանում է, որ նա կշահի
26 թվականի ընտրությունները, ում կուզի կծեցի, ում կուզի բան կանի կնստացնի, ռումբ կգցի, ինչ կուզի կանի, արևմուտքին մեկ է, արևմուտքի դեմոկրատիա սիրելը տեսնում եք, ընտրովի է, երբ որ իրանց պետք կա, նրանք դեմոկրատիա են սիրում, երբ որ պետք չի գնում են ավտորիտար բաների, ղեկավարների հետ, բռնապետների հետ շատ լավ էլ ընկերություն են անում։ Նրանք այդ 2 երեսանի բանը շատ լավ ունեն, նրանք շատ լավ ստացվում է իրանց մոտ։ Դա է իր քաղաքականությունը եւ մենք կոնկրետ պետք է հիմա հասկանանք, Սյունիքը կորցնելու ենք թե ոչ, այդ միջանց կլինելու է թե ոչ, 300,000 մարդ գալու է Հայաստան թե ոչ, որովհետեւ եթե դա է լինի, արդեն մենք անելու բան չունենք, քանի որ արդեն ուրիշ որոշումներ պետք է ընդունենք։ Ձեր դիտարկմամբ, այսինքն այս պահին կան հստակ քննարկումներ ձեր նշած այդ երկրների միջև Սյունիքի վերաբերյալ։ Ես կարծում եմ դա շատ տրամաբանական կլինի։ Եթե ես իրենց տեղը լինեի, եթե ես հիմա լինեի Ադրբեջանում կամ Թուրքիայում։ Եվ Նիկոլ Փաշինյանը չկա այդ քննարկումներում։ Նա որտեղ կա, ինչ քննարկումներում կա։ Նա զբաղված է տեսակ ինչով, ինչ ընտանեկան հարաբերություններ ով ունի։ Եթե ես լինեի Թուրքիայի ղեկավարը կամ Ադրբեջանի, ես հիմա այս հարմար պահին Իսրայելի լոբբիի հետ, գիտեք որ շատ սերտ կապեր ունեն։ Հիմա Վաշինգտոնում կքննարկեի Սյունիքի ապագան։ Հիմա իշխանականները կասեն, որ դուք հուշում եք թե ինչ անի Ադրբեջանը։ Գիտեք, պարզվեց, որ նրանք հիմար չեն։ Եվ ամեն ինչ որ մենք ասում ենք, այդպես էլ կատարվում էր, որովհետև դժվար չի մտածել, այստեղ հուշելու հարց չի, այստեղ ուղղակի գոռալու եւ հայոյելու տեղը եւ այդ ազգային բեսեդկա դարձնելու տեղը, մեր ազգային ժողովը, դրա տեղը պետքա մտածել։ Եթե դուք սկսում եք մտածել եւ աշխատել, նրանք հիմար չեն։ Պատմությունը ցույց է տալիս, որ նրանք հիանալի դիվանագետ են։ Մեր մոտ դա չի ստացվում։ Ձեր դիտարկմամբ Հայաստանի ընդդիմության անելիքը որն է? Ես գիտեմ, որ դուք հստակ վերաբերմունք եք ձևավորել արդեն ընդդիմության նկատմամբ, բայց ամեն դեպքում այս իրավիճակում ինչ որ բան կարող են անել։ Պետք է անեն։ Ես շատ լավ եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել դեպի լավը, բայց քանի տարի է այսպիսի վիճակը։ Ինչպես կարելի է այսպիսի իրավիճակում մեր կողք այդպիսի պատերազմ, միջուկային վտանգ, այս պայմաններում ինչպես կարելի է վիճել, իրար հետ անհամաձայնություն ունենալ։ Այս մարդը պետք է գնա, մենք պետք է փրկվենք այս իրավիճակից։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է կամ միավորվի, հստակ քայլեր անի, ինչ որ բան փոխի, կամ եթե չի կարողանում, գնա, որ գան նոր մարդիկ, ովքեր կարողանան դա անել։ Նրանց մոտ էլ չստացվի, նրանք էլ պետք է գնան։ Այդպես է արվում։ Վերջին օրին տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները ակնհայտորեն պատրաստվում են այս Իրան-Իսրայել հնարավոր պատերազմին։ Հայաստանի իշխանությունները դուք էլ նշեցիք, թե ինչ թեմաներ են օրակարգ բերում, եկեղեցու թեման, կուսակրոնության, երեխա ունենալ չունենալու եւ այլն։ Ձեր դիտարկմամբ դա շեղելու նպատակ ուներ, թե ամեն դեպքում այլ խնդիր էին լուծում, հրահանգ կար Բաքվից օրինակ, մենք խոսել ենք ձեզ հետ եւ պետք էր իրականացնել։ Նախ հրահանգ կար, տեսեք, որ նա բառացիորեն կրկնեց Ադրբեջանի մահմեդական համայնքի ներկայացուցիչի խոսքերը, հարձակվեց մեր եկեղեցու վրա, փորձեց կարծել, որ նա իրավունք կունենա որոշել, թե մեր եկեղեցու ղեկավարը ով է լինելու։ Նա երևի կարծեց, որ նա Անգլիայի Հենրի 8-րդն է, որը Անգլիայի եկեղեցուն ենթարկեց իրեն, եթե հիշում եք, 16-րդ դարում։ Եթե դա առաջինը, նա ուզում է կոտրել այդ դիմադրությունը, եկեղեցին վերջի դիմադրության կետն է, որ նա ուզում է կոտրել։ Երկրորդը իհարկե ուզում է մեր ուշադրությունը շեղել, որ մենք չտեսնենք, թե նա մեզ ուր բերեց, այս վերջի 7 տարին նա մեզ ուր բերեց։ Անվտանգություն չունենք, Արցախ չունենք, անընդհատ մտածում ենք, որտեղից է հարձակում լինելու, որտեղից է պատերազմ լինելու, տնտեսական իրավիճակը շատ ավելի վատ է, քան առաջ, գները 2-3 անգամ բարձրացել են, մենք ձեր մոտ ասել ենք կարծեմ, սա Նյու Յորքի գներն են։ Մենք հուլիսի 1-ից դեռ ավելի է բարձրանալու ծառայություններ եւ այլն։ Այո, մտնում է մեր գրպանի մեջ, ուզում է պարզել մեր ընտանիքի անդամները, որտեղից են մեր փող ուղարկում եւ ինչի համար, որևէ ցիվիլ երկրում դա չի արվում, Միացյալ Նահանգներում դա չի արվում։ Ես տասնյակ տարիներ հարկեր եմ ուտել Միացյալ Նահանգներում, այդպեսի բան չկա Միացյալ Նահանգներում կամ Ֆրանսիայում։ Դա ձեր բանկի հաշիվն է, ոչ ոք իրավունք չունի մտնել տեսնել այդտեղ ինչ է կատարվում։ Այդ հարցով էլ ամեն ինչ տապարեց։ Մեր գները Նյու Յորքի գներն են։ Մնաց մենակ մեր աշխատավարձները համեմատվեն այն աշխատավարձները, որտեղ մեր մոտ 20 անգամ ավելի ցածր են մեր աշխատավարձները, իսկ գները Նյու Յորքի գներն են։ Ժողովուրդը ո՞նց ապրի այս պայմաններում։ Ժողովուրդը ինչու՞ չի ըմբոստանում այս պայմաններում։ Որովհետև լիդեր չկա, որտեղ ամեն անգամ ըմբոստանում դուրս է գալիս փողոց, այդ նույն մարդիկ գալիս են, սկսում է city tour-ը, սկսում է ֆիթնեսը եւ որևէ պլաններ չունեն։ Էլի սկսում են մանգալ գորգորալ ու ժողովուրդը ասում է լավ, ոչ մի բան չի ստացվում ձեր մոտ։ Որտեղ որոշ մարդիկ չեն ուզում ընդունել, որ նրանք Նապոլեոն չեն։ Չի ստացվում, ձեր մոտ չի ստացվում։ Խնդրում եմ, բան արեք,
take-ը, բա ասում են ազատ է դաշտը, հիմա էլ մենք չենք փողոցում։ Ոչ, ազատ չի, որովհետև դուք զբաղեցնում եք այդ տեղերը, դուրս եկեք, գնացեք։ Ձեր մոտ չի ստացվում։ Չեն անում, պարոն Խաչիկյան, հիմա փողոցային որևէ ակցիա չկա, ինչու՞, այլ երրորդ ուժ, ինչպես ասում են, չի ձևավորվում, ինչու չեն գնում փողոց։ Որովհետև այդ մարդիկ չեն թողում, որ այդ երրորդ ուժը ձևավորվի։ Մենք ունենք իշխանություն ունենք, որը չի կարողանում իշխանություն անել, իրագործել, կառավարություն չունենք, ու ունենք ընդդիմություն, որը ոնց որ իրանց հետ այդ անընդհատ լեզվակռիվների մեջ ընկնելով պահում ան նրանց իշխանության, նրանք չեն գնում։ Ես որևէ մեկի թշնամին չեմ, եկեք նայենք փաստերին։ Մի քանի տարի է դուք ասում եք, որ ուզում ենք հեռացնենք այս մարդուն։ Ձեր մոտ դա չի ստացվում։ Թող գա ուրիշը ու մոտ կստացվի։ Ինչով են խանգարում իրենց։ Թող գա, բայց նրանք էլ թող իդ կամ թող միավորվեն այս հարցը լուծեն, կամ եթե ձեր մոտ չի ստացվում, գնացեք։ Impeachment-ի գործընթացը դուք ինչպես եք գնահատում, հնարավորություն տեսնում եք դրանով Փաշինյանին հեռացնելու։ Ես գիտեմ, որ վիճաբանություն կա երկրորդ եւ երրորդ նախագահների միջև այս հարցով։ Ես կողմ եմ, որ ցանկացած ձևով այս մարդուն հեռացնեն։ Եթե շանս կա դա անել impeachment-ով, ես կողմ եմ, բայց ոնց որ ես հասկանում եմ, այնտեղ ինչ որ ձայներ են պետք իրանց խմբից եւ այդ մարդը իրանց վերահսկում է։ Դա փաստորեն ոնց որ աղանդ լինի իր հետ ԿՊ-ն նկատի։ Այո, դա փաստորեն աղանդ է։ Այսքան բանից հետո այդ մարդուն սատարել եւ հավատալ, դու պետք է աղանդավոր լինես։ Ոնց կարելի է այդ 20 հոգուն պոկել այնտեղից, ես չգիտեմ։ Եթե ձև կա, ես կողմ եմ։ Եթե պետք է ասենք ինչ որ ուրիշ զուգահեռ ինչ որ process-ներ գեներացնել Հայաստանում, ես դրան եմ կողմ։ Բայց ես կարծում եմ, որ եթե մենք գնանք 26 թվականի ընտրությունների, մեծ վտանգ կա, որ էլի կլինեն կեղծիքներ, եւ Եվրոպան կասի, որ ամեն ինչ ճիշտ է, որևէ կեղծիք չկա, մարդկանց ցուցակներով բերել, նրանք ցույց տան ոնց են քվեարկել, լույս անջատել եւ այդ ամեն ինչը կանեն, այդ ադմինիստրատիվ ռեսուրսը կլինի, մարդկանց էլի կվախացնեն, ովքեր աշխատում են կառավարական կազմակերպություններում, որ պետք է ձեր ձայնը տակ իրան, թե չէ վատ կլինի եւ այլն։ Այդ բոլոր այդ մեթոդները կօգտագործեն։ Ես վախենում եմ, մտահոգված եմ, որ կլինեն կեղծիքներ։ Դա իմ մտահոգությունը։ Ինչով է Եվրոպային ձեռնտու Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակում։ Ամեն ինչով, որովհետև նա տապալեց Հայաստանը, նա տապալեց Արցախը, նա Հայաստանի դաշինքը Ռուսաստանի հետ կազմալուծեց փաստորեն եւ կամած այս ռեգիոնը տալիս է Թուրքիային։ Իսկ Թուրքիան Եվրոպայի ներկայացուցիչն է Կովկասում։ Նրանք ուղիղ դա ասեցին։ Մենք ուզում ենք, որ դուք Ռուսաստանին դուրս հանեք, Մակրոնի բուֆեր դառնալը հիշում եք։ Եվ ձեր տերը պետք է լինի Թուրքիան։ Թուրքիան շատ լավ պետություն է, բայց Թուրքիան ունի շատ վատ սովորություն, հայերի վիզը կտրել, ցավոք սրտի նրանք դա սիրում են անել։ Բայց կարծիքներ կան, որ Ռուսաստանն էլ ամեն կերպ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում պահում է իշխանության, այսինքն դուք համակարծիք չեք այդ առումով։ Ես չեմ կարծում, Ռուսաստանին պետք է կայունություն Կովկասում։ Ռուսաստանը ընդհանրապես ի վիճակի չէ, ոչ էլ կարող է, ոչ էլ ուզում է հիմա Կովկասում ինչ որ պատերազմ սկսվի։ Իրենց պետք է կայունություն։ Մի կողմից նա իրենց կարող է բավարարել, նրանով որ ամեն ինչով ենթարկվում է։ Ամեն ինչով ենթարկվում է Թուրքիային, Ադրբեջանին, ամեն ինչ զիջում է։ Մի կողմից դա Եվ Լավրովն էլ գալիս է, ասում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խզելու։ Այո, իրանց հետ էլ ասում եմ, սա բանի, այդ ընտանիքների պես է, երբ որ մարդու կնիկ անընդհատ կռվում են, անընդհատ վիճաբանություն են, բայց չեն բաժանվում։ Ես չեմ հասկանում, կամ պետք է հաշտ ապրեք, կամ պետք է բաժանվեք, բայց նրանք ոչ բաժանվում են, ոչ էլ ուզում են նորմալ ապրել, իրանց սիրելով, չի ստացվում։ Այսինքն անհնար է հասկանալ սա ինչ քաղաքականություն է, բայց մի ինչ որ իմաստով իհարկե դա Ռուսաստանին ձեռնտու է, քանի որ նա ամեն ինչ զիջում է, Ռուսաստանին ալիբի է տալիս, որ Ռուսաստանը մեր տեղը չկռվի, եւ իսկապես որտեղ եք դուք տեսել, որ երկիրը ուրիշ երկրի տեղը կռվի։ Այդպեսի բան չի լինում։ Նրանք էլ չեն ուզում դա, ինչ որ ձևով իհարկե համապատասխանում է, բայց մյուս կողմից արևմտյան ազդեցությունը այստեղ Ռուսաստանին իհարկե շահերին չի համապատասխանում, եւ նա մեր ռեգիոնը տալիս է Թուրքիային, փաստորեն զիջում է մեզ Թուրքիային եւ արևմուտքին, իսկ դա Ռուսաստանի շահերին չի համապատասխանում։ Այդ դեպքում ինչու են աջակցում Նիկոլ Փաշինյանը։ Ես չգիտեմ աջակցում են թե ոչ։ Որքանով ես տեսնում եմ, ես գիտեմ, որ ասում են, որ ես KGB agent եմ, բայց ցավոք սրտի KGB-ն իմ հետ վերջերս չի խոսում։ Չգիտեք աջակցում են թե չէ։ Չեն ասում։ Ես կհարցնեմ պարոն մայորից, աջակցում են թե ոչ, բայց որքանով ես հասկանում եմ, նրանք չեն խառնվում, քանի որ եթե խառնվեն, նախ կարող է գալ ինչ-որ ուժ, որը ինչ-որ պահանջներ ներկայացնի Ադրբեջանին եւ այլն, եւ նորից վերսկսվի ինչ-որ կոնֆլիկտ, դա բացարձակ Ռուսաստանին պետք չէ։ Եվ մյուս կողմից եթե խառնվեն, հետո պատասխանատվությունը իրանց վրա է լինելու։ Էլի կասեն, որ Ռուսաստանը եկավ, ցարը Մոսկվայից ինչ որ մարդ ուղարկեց, մեր մոտ կառավարություն փոխեց, Ռուսաստանը միանգամից կմեղադրեն եւ այդ պատասխանատվությունը լինելու Ռուսաստանի վրա։ Սա հարցնում եմ, որովհետեւ ընդդիմությունը հիմնականում ասում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի արտաքին աջակցություն եւ նրան շատ դժվար է հեռացնել իշխանությունից։ Այն, որ նա կատարում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Բրիտանիայի, Ամերիկայի կամքը, դա փաստ է։ Եվ նրանք էլ աջակցում են ամեն կերպ Նիկոլ Փաշինյանին։ Տրամաբանական է։ Այո։
Եթե ասենք ընտանիքում ինչ որ ընտանիքի մարդ, ասենք սպանում են մեկին, սովորաբար քննիչը սկսում է մտածել, թե դա ում շահերին էր համապատասխանում, ով սպանած կլինի, կինը կամ ինչ որ ժառանգները, չէ՞, այդպես բան մեր օրինակի ընտանիքում եղել է ժամանակին, այսինքն նրանք սկսում են դա հետազոտել։ Այսինքն ում շահերին էր համապատասխանում սա, հանձնել Արցախը, մեր դաշինքը կազմալուծել Ռուսաստանի հետ, փաստորեն դե ֆակտո, հա, մեզ ենթարկել Թուրքիային եւ այս ռեգիոնը ենթարկել Թուրքիան արևմուտքին, ում շահերից է դա բխում, Թուրքիա, Ադրբեջան, Անգլիա, Միացյալ Նահանգներ, ում հետ է նա հեռախոսով խոսում, գիտենք, ում հետ է հանդիպում, այն էլ հետախուզական բանի գործակալության շեֆի հետ, որ երկրի ղեկավարն է հանդիպում մի ուրիշ երկրի հետախուզական գործակալության ղեկավարի հետ։ Բայց եթե ներքի համախմբում լինի եւ ներսից Հայաստանի փորձեն Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, արտաքին ուժերը կարող են որևէ կերպ ազդել դրա վրա։ Այսինքն հարցն այն է, արտաքին ուժերն են որոշում Հայաստանում ով լինի իշխանության, թե մենք ենք, ժողովուրդն է որոշում ի վերջո։ Դե ըստ տեսության եւ եթե իդեալներով իդեալիստերով մոտենանք, իհարկե մենք ենք որոշում, բայց տեսնում ենք, որ նախ ժողովրդին շատ հեշտ է խաբել։ Տրամպը տեսակ ոնց խաբեց ամերիկացիներին, ասում էր ես խաղաղության նախագահ եմ։ Տեսակ ինչ սկսվեց ամբողջ աշխարհում, Ուկրաինայի միանգամից պատերազմ։ Ամեն ինչ սկսվեց նորից, ավելի վատ։ Ուկրաինայի պատերազմը տեսակ ուր հասավ։ Տեսակ Պաղեստինը տեսակ։ Այսինքն քաղաքական գործիչները շատ անգամ խաբում են մարդկանց եւ շատ հեշտ է մարդկանց խաբել։ Մեզ էլ խաբեցին։ Բոլոր հարցերով հակառակը եղավ։ Այո, մենք կարող ենք փորձել փոխել այս կառավարությունը։ Իհարկե նա փաստորեն Ադրբեջանի հերոսն է։ Դուք իրենց բաներին նայեք, մեկնաբանություններին նայեք։ Փաշինյանին մի վիրավորեք, Փաշինյանը խելացի մարդ է, գրում են ադրբեջանցի ներկայացուցիչները, բայց հանձնեց Արցախը, 5000 տղա սպանել տվեց։ Հետո ասեց իմ մեղքն էր, բայց մեկը դուք ինձ նույն բանը կլինի, դուք ինձ դավաճան կասեք։ Այսպեսի բան մենք ոնց ենք մենք սա ընդունում, ես չգիտեմ։ Հնարավոր է որ ճնշում լինի Թուրքիա-Ադրբեջանի կողմից, կասեն որ պետական հեղաշրջում է, մենք թույլ չենք տա եւ այլն։ Հնարավոր է որ նրանք ժամանակավորապես ինչ որ իրեն օգնելու համար ինչ որ խաղաղ քայլեր անեն Հայաստանի նկատմամբ, նա ասի տեսակ ես խաղաղություն տվեցի, թուղթը բերի, հետո նա ընտրվի ու նորից սկսվի Սյունիքը, 300,000 ադրբեջանցին եւ այլն։ Շատ հնարավոր։ Բայց Փաշինյանին հեռացնելը պետք է ներսից լինի ամեն դեպքում, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։ Ժողովուրդը ոտքի կանգնելու համար ժողովուրդը պետք է տեսնի վերջապես ինչ որ ղեկավար եւ ինչ որ պլան, որ նորից մեզ չտանեն ոտով չմանածեն ամբողջ, այն էլ ոչ թե ամբողջ Երևանով, այլ Դիլիջանից Երևան հասցնեն, հետո ասեն որ գիտեք մենք իրեն տանում ենք 15 Եթե շարժում լինի, շարժման միջից ձևավորվի առաջնորդը, սա տարբերակ չէ։ Պարտադիր պետք է ինչ-որ մեկը դուրս գա, տեսանք 18-ին մեկը դուրս եկավ ու ինչ հետևանքներ եղավ։ Ես կարծում եմ այդ մեկի հետևը կանգնած էր հսկայական մեքենա, որը տարիներով պատրաստում էր սա։ Ես կարծում եմ պատահական չէր, որ այդ Ազատություն ռադիոկայանը, Civilnet-ը, AM-in 1 թե ինչ որ AM-ը մեկի մեջ թե մեկ AM, չգիտեմ, նրանք պատահական չէր, որ սկսեցին միանգամից իրար հետ ներդաշնակ ձևով գեներացնել այս զգացմունքը, որ բոլորը փողոցներում են, բոլորը դուրս են եկել եւ այն լայվերը անընդհատ երիտասարդների հետ աշխատելը։ Այն 10-15 հոգին, որ ոտով շան հետ եկան Գյումրիից, նրանք չէին կարող սա անել։ Մանավանդ որ մենք մեր ժողովրդի խասյաթը գիտենք, մենք լավ բաներ ունենք, բայց մենք շատ անկազմակերպ ենք։ Նրանք չէին կարող այսպիսի բան անել։ Իրենց հետևը կանգնած էր հսկայական մեքենա։ Դե երրորդ նախագահն էլ ասել էր, որ ինքն ավելի մեծ ուժերի է պարտվել։ Հնարավոր է, այո, հնարավոր է։ Իմ ասածս ինչ է, այսպիսի վիճակում, երբ մենք կանգնած ենք մեծ պատերազմի շեմին, համաշխարհային պատերազմի շեմին, արդեն ռեգիոնալը ունենք, ամբողջ Միջին Արևելքը, տեսեք, Իսրայելը, Պաղեստինը, Լիբանանը, Եմենը, Սիրիան, Իրաքը արդեն որոշ չափով, Իրանը, տեսեք ինչա մեր շուրջը կատարվում։ Այսպիսի պայմաններում ունենալ ոչ կոմպետենտ ղեկավար, որը պատրաստ չի երկրի ղեկավարել, սխալ քաղաքականություն է տանում, արտաքին քաղաքականությունը տապալում է, անհնար է, մեզ պետք է որքան հնարավոր է շուտ սա այս վիճակը փոխել, թող ընդդիմությունը միավորվի, եթե կարող է, ինչ որ քայլեր ձեռնարկի, մենք այս մարդուն փոխենք, ես կաջակցեմ։ Դրանից հետո պետք է շատ արագ ձևով վերականգնել մեր արտաքին քաղաքականությունը, մեր բանակը, մենք պետք է վերականգնենք մեր պաշտպանական հնարավորությունները, պետք է խոսենք Իրանի հետ, տեսնենք ինչ կմնա Իրանից, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, բոլոր այն երկրների, որոնք ռեալ ձևով կարող են մեզ այստեղ օգնել, ոչ թե ընկնել Եվրո թատրոնի հետևից եւ Եվրո բեսեդկայի հետևից։ Ռուսաստանի արձագանքը ինչպեսին կարող է լինել Իրանի այս դեպքերի պարագայում։ Դե արդեն եղել է, նրանք դատապարտել են։ Այո, բայց միջամտություն որևէ ձև կարող է լինել։ Այդ հարցը մենք տվել ենք ձեր մոտ, եթե հիշում եք մի քանի ամիս առաջ,
Կարծում եմ, որ իհարկե զորքեր չեն լինի, զինվորներ չեն ուղարկվի։ Ռուսաստանի եւ Իրանի պայմանագիրը այն է, որ նրանք չեն օգնի այն պետությանը, որը հարձակվի իրենց վրա, այնտեղ գրված չէ, որ նրանք իրենց զինյալ ուժերը կօգտագործեն։ Բայց Իրանը հսկայական օգնություն ցուցաբերեց Ռուսաստանին Ուկրաինայում։ Այդ շահիդները, հազարավոր շահիդները բանից են, Իրանից էին։ Սա մեծ օգնություն էր։ Ռուսաստանն էլ մի քանի համակարգ տրամադրել էր հոպի Իրանին, բայց ցավոք սրտի դա խոցվեց։ Ռուսաստանը իհարկե կցանկանա հիմա կանգնեցնել այդ կոնֆլիկտը, որ ավելի վատ չլինի, ինչ որ խաղաղ լուծում գտնել։ Ռուսաստանի շահերից չի բխում, որ Իրանում ռեժիմը փոխվի կամ ռեգիոնալ պատերազմ լինի։ Տեխնիկական, ռազմական օգնություն կտրամադրեն երևի, ինչ որ զինատեսակներ կտրամադրեն, բայց չեն դառնա կոնֆլիկտի մի մաս, քանի որ դա տանում է դեպի առճակատում Միացյալ Նահանգների հետ։ Իսկ Միացյալ Նահանգները կընդգրկվեն այս կոնֆլիկտի մեջ, քանի որ Միացյալ Նահանգները փաստորեն Իսրայելի մասնաճյուղն են դարել։ Իսրայելի լոբին լիովին վերահսկում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Դա ասում են ոչ թե ես, այլ շատ ավելի կարևոր մարդիկ, ինչպիսին է Ջոն Միրշհայմերը։ Եվ այդ պարագայում պաշտոնապես կմեկնարկի երրորդ համաշխարհային պատերազմը։ Դե համաշխարհային պատերազմը ըստ սահմանումի ինչ է, երբ որ գերտերությունները գնում են պատերազմի, մեծ մասը կամ բոլորը մի քանի ռեգիոնում։ Մենք արդեն ունենք մի քանի ռեգիոնում պատերազմ, մենք արդեն ունենք պրոքսի պատերազմ Ուկրաինայում, որը արդեն դառնում է ոչ պրոքսի պատերազմ, քանի որ ուղղակիորեն Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները ուղղակիորեն արդեն ղեկավարում են այդ պատերազմը։ Ուկրաինայի ուժերի հետախուզական համակարգը, օդային ուժերի հրամանատարական համակարգը, օդային ուժեր հոբ եւ հետախուզություն, արբանյակային հետախուզություն, այս արդեն ուղղակիորեն ՆԱՏՕ-ն է վերահսկում։ Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մտնում է պատերազմի մեջ։ Այո, սա արդեն համաշխարհային պատերազմ է եւ այն սցենարը, որի մասին ես ասացի, հավանական։ Ես հույսով եմ, որ մի քանի օր հետո ի վերջո ճնշում գործածվի այդ ֆանատիկ Իսրայելի այդ կառավարության վրա, որ այս գործողությունները կանգնեն, որ բանակցություններով այս հարցը լուծվի։ Ես չեմ ուզում, որ մենք աշխարհի վերջի մասին մտածենք, դեռ շուտ է։ Կարծում եմ, որ այո, ջանքեր կգործադրվեն արաբական երկրների կողմից։ Ռուսաստանը արդեն խոսակցություն ունեցել է, Պուտինը խոսակցություն ունեցել է եւ այդ հանցագործի հետ եւ Իրանի կառավարության հետ։ Իմ կարծիքով ճնշում կգործածվի, որ սա կանգնեցվի։ Բայց մենք պետք է զգուշ լինենք, մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների համար։ Դրա համար պետք է կառավարություն, իսկ մենք կառավարություն չունենք։ Մենք պետք է կոմպետենտ մարդիկ ունենանք։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ 168 TV եթերում ռիվյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։